Իշխանավորները շատ փոքրիկ են, որ իրանց մասին ներկայացում արվեն։ Փորձում եմ հիշեմ, ոնց ներխուժեցիք մեր կյանք։ Ֆիլմում լինի տաբուրետկայի դեր, այդ տաբուրետկային ես կխաղամ։ Հիմա իրականության հետ մրցակցության մեջ պարտվում են։ Անկախություն էինք երազում, անկախություն եկավ, էս էր մեր գլխին եկած անկախությունը։ Լենին խառը, Լենին խուրը, Լենին խառը խուրը։ Իրան լսելուց հետո հիմար մարդը տես կմտածի։ Մարդկանց մեծ մասը ռաբիզն է սիրում։ Բարև ձեզ, եթերում լուրջ կաստներ, շնորհակալություն, որ մեզ դիտում եք, շնորհակալություն, որ լսում եք մեզ բոլոր հասանելի ոդկասթային հարթակներում, դնում ենք լայք, բաժանորդագրվում ենք ալիքին, եւ այսօր մեր հյուրն է Մարտում չարժի ընդհանրապես ներկայացնել, որովհետեւ բոլորը իրան գիտեն եւ շատ սիրում են Հրանտ Թոխացյանը, բարև ձեզ Հրանտ Արամիչ ջան։ Գիտես գրությունացի շարժի ներկայացնել, ինձ թվաց որ շարժի ներկայացնել։ Ժամանակ չծախսենք։ Դե, բայց այդ կա, չէ՞, դուք որ փողոցով քայլում եք, ոնց որ բոլորի ընտանիքում եղած մարդ, ասենք անհնարը ձեզ չսիրել։ Հա, դա պատասխանատվության է վերում որոշակերեն, համ էլ թեթև ավելի, էլի, դու քո երկում քեզ լավ ես զգում։ Նոր տարուն ամեն մեկի տանը մինիմում մի քանի անգամ եղել եք, էլի։ Լավ, մի հատ տենց բոլորին հետաքրող սկզբի հարցը ոնց եք։ Ոնց է առողջությունը այս պահին։ Լավ է։ Հա։ Անկեղծ Լավ ասած, տեսք ունեք, տենց որ հիմա լավ է։ Հա։ Այս 2.5 տարին զուր չանցավ ուժումների մեջ, բայց հիմա փառք Աստծո լավ եմ, ներկայացումները վերականգնել եմ, խաղում եմ, նոր ներկայացումներ եմ պատրաստում, ունենց որ Առաքելի մեջ որոշակի բաներ փոխվել են։ Հա։ Նույնիսկ այդ դրա մասին կուզեիք պատմեք մի քիչ։ բնականաբար, որտեվ ինքը 3 տարեկան է ներկայացումը ու փաստորեն մենք համարյա 3 տարել այն ժամանակ ինչ խաղացինք դա էր, հետո արդեն 3 տարի չխաղացինք հարգելի պատճառներով ու բավականին բան է փոխվել երկրում, շատ բան։ Առաջ հերթին Արցախը չկա, դա է ամենակարևոր հարցը ու երկրում էլ, քաղաքում էլ մանավանդ որոշակի փոփոխություններ կան ու այդ բոլորը անդրադարձը գտել են ներկայացման մեջ, դա համար հիմա ով տեսել է այն ժամանակ առաքելը ու հիմա է տեսնում փոփոխությունը բնականաբար զգալի է, ոչ թե 1-2 նախադասություն է փոխվել, այլ կտորներ են փոխվել ուղղակի, նոր կտորներ մտել են, հնից դուրս են եկել։ Իսկ դուք այդ բանը զգում եք, որ ամենա տենց գրոտեսկային ներկայացումներն էլ կամ ներկայացումներ, որ մի քիչ տենց զգուշյաց էին, հա, անում կռասկեքը, որ ինչ որ մեսիջ հասցնեն, հիմա իրականության հետ մրցակցության մեջ պարտվում են։ Նույն Միակուլպան, Միակուլպա 2-ը այսօրվա իրականությանը դες բանով չեն ձգում էլ, որովհետև իրականությունը ավելի ապշացնող է եւ զարմանք առաջացնող եւ ավելի գրոտեսկ։ Գիտես զարմանալու բան ասեմ, ընդհանրապես բնականաբար թատրոնը հետ են գնում կյանքից, որովհետև մինչև պիեսը ընտրվում է, մինչև պիեսը բեմադրվում է, ժամանակ անցնում, այդ ժամանակի ընթացքում ինչ-որ բաներ փոխվում են։ Եթե դա ժամանակակից գործ է, չեմ խոսում դասականների մասին, նա լրիվ ուրիշ է։ Մեր ներկայացումները իրանք ինտերակտիվ են, այսինքն իրենք ունեն հնարավորություն հենց այսօր փոխվելու։ Հենց այսօր, եթե ինչ-որ մի բան եղավ երկրում, անմիջապես դա իր արձագանքը գտնում է ներկայացման մեջ։ Օրինակ Միակուլպան ինչքան մոտ 16 տարի խաղացվեց, 16 տարի խաղացվեց։ Դա նոնսենս է, որովհետև նմանատիպ ներկայացումները underground-ային կամ ոնց իրանց մեր մոտ սովոր են կոչել կոմերցիոն ներկայացումները այդքան չեն խաղացվում։ Խաղացում են մի տարի, հետո դուրս են գալիս, ուրիշն է գալիս փոխարինելու։ Նա անընդհատ խաղացում էր, որովհետև չէր փոխում ոչ մի բան։ Հա, երկիրն էլ պլյուս Հա, մինուս դուրս էր գալիս, դուրսը տեսնում էր այն ամենը, ինչ որ բեմի վրա մի տարի, 2 տարի, 3 տարի, այդքան ինչքան կարելի էր։ Մինչև որ մենք ինքներս որոշեցինք անել երկրորդ Միակուլպան։ Այ երկրորդը արդեն ինքը տարօրինակ էր, ինքը սկսվեց մի ֆարմացիայում երկրի 16 թվին ու մինչև բարձրացավ բեմ եկավ մյուս ֆարմացիան երկրի 18 թիվը ու ինքը ներկայացումը արդեն նրան չեր հերիքում, սրան էլ դեռ չէր հասել։ Դրա համար ինքը քիչ խաղացվեց, շատ չխաղացվեց։
Չնայած ափսոսում եմ իհարկե ու մտադրություն կա վերականգնելու միակուլպաները, երկուսը միացվի իրար ու բարձրանա բեմ։ Էլի տես թարմացնելով Այո։ որոշակի։ Բայց այդ նորմալ է ընդհանրապես թատրոնում, որովհետև մենք սովորենք, որ դե ինչ որ դասական պիեսներ կան, որ տես հազարամյակներով չեն փոխել, իսկ մենք ամեն անգամ պետքա ստեղծագործությունը ադապտացնենք իրականությանը, որ ինքը մնա հետաքրքիր։ Գիտես Նարեկ ջան, ճիշտ ասած, ստեղ մի քիչ հեղինակային հարց էլ կա, որովհետև այս տիպի ներկայացումները, այն ինչ որ մենք ենք ներկայացնում, հեղինակ շատ քիչ է, դժվար է շատ գտնել նոր բան, անցած ստեղծել նորը, օրինակ, երբ որ հայտնվեց Գևորգ Հալթունյան, մեր համար դա շատ զարմանալի էր, որովհետև հեշտ չէի սպասում, որտեղ հիմնականում աշխատել եմ Արա Երնջակյանի հետ, Վահրամ Սահակյան ու հիմա Գևորգ Հալթունյան, ճիշտ է, բնականաբար առաքելն էլ տարբերվում է, Խաթաբալաձեզ միակուլպատ եւ այլն, բայց համենայնպես ինքը շատ հետաքրքիր էր, ինքը կարողացել էր այդ ոճը պահել որոշակիորեն, հենց որ նույն ներկայացումը կարող ես փոխել նրա հետ ինչ որ ժամանակն է թելադրում ու շարունակել բեմի վրա պահել։ Մի քայլ հետ անենք, փորձում եմ հիշեմ ոնց ներխուժեցիք մեր կյանք դուք, որովհետև մինչև ներխուժելը ահագին ժամանակ կայիք տարբեր բեմեր, կավեն եւ այլն, որը մենք բաց ենք թողել ու իմ մոտ օրինակ հայտնվեցիք Խաթաբադայով ու հետո մեր բակով։ Իրանք այնպես մեծ ֆենոմեններ էին հայկական իրականության մեջ, հետաքրքիր է ձեր կյանքում ինչ որ բան այնպես փոխեցին, դուք զգացիք, որ այդ երկու բանից հետո մի քիչ բան ձեր մոտ էլ փոխվեց, ինչ ազդեցություն ձեր վրա թողեց Խաթաբադան ու հետո մեր բակը։ Եթե կյանքի փոփոխությունից խոսենք, ընդհանրապես փոխվեց 76 թվին։ Ահա։ 76 թվի հոկտեմբերի 10-ին, երբ ես ոտք դրեցի այն ժամանակ տղամարդկանց ակումբ, որը հետագայում դարձավ կամերային թատրոն։ Հա։ Տենց էր կոչվում տղամարդկանց ակումբ։ Այո, որտեղ էլի կավեենից հետո էր 72 թվին կավեենը փակվեց, ընդհանրապես միութենական էկրան։ Հա, տենց պերիոդ կար, հիշում եմ, հա։ Ու լիդեր թմերից մեկը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի թիմն էր, Երպին։ Արա Երնջակյանը դրա կապիտանն էր։ Երևան Երզնկյանն էլ էր, չէ՞, թե Չէ։ չէ։ Ռոբերտ Սահակյանց Հա, այդ թմից։ այդ։ Ու երբ որ կավեենը վերջացավ, տղաները մեկ-մեկ համերգային ծրագրերով ելույթ էին ունենում հանրապետության տարբեր քաղաքներում։ Հայ համերգի հովանու տակ։ Հետո բնականաբար մի մասը գնաց իր մասնագիտություններով զբաղվելու, մեծացան ու նոր կազմ հավաքեց արան, որոշելով շարունակել։ Այդտենց ստեղծվեց կամերային թատրոնը։ Ու տրվեց այդ տարածքը, որը որ մենք մեր ձեռքով 5 տարի սարքեցինք ու սարքեցինք այն, ինչ որ մեզ պետք էր։ Դա համար ինքը տարբերում է մյուս թատրոններից։ Ուտեղ ծնվեցին շատ լավ ներկայացումներ, որովհետև կամերային թատրոնը դա թարմություն էր քաղաքի համար 80-ականի սկզբին, երբ կամերային թատրոնը սկսեց արդեն ավելի կառուցված շենքում խաղալ, հերթը կանգնում էր Պոնչիկանոցից ու անգամ Պոնչիկանոցից ներքև, որպեսզի տոմս առնեին գային թատրոն։ Այդ ընդհանրապես 120 հոգանոց դա էլի չէ։ Ու ես այն երջանկներից եմ, որ իմ ձեռքով թատրոն եմ կառուցել քաղաքում, իմ ընկերների հետ միասին։ Դա համար ինձ համար միշտ այնց ափսոս է, որ հիշում են հենց Հա, այդ դա բաց ենք մեր թողել։ բակով, ոնց որ մոռանալով այն մնացածը, որը որ եղել է մինչև հեղափոխությունը։ Մենք դες VHS-ի դարում ենք բացահայտել, ոչ թե այդ բանի, բայց ես գաղտնիք բացեմ, իմ papan Բրյուսովում դաս է տվել։ Տողաջանին, հա, ու papan ասում էր, որ ասում է մեկ-մեկ ասում է, այնց կատակներ էր անում, որ իմ ծիծաղնել էր գալիս։ Բայց ասում է, քանի որ դասախոս դες պետք է ցույց չտաս, որ քեզ էլ է բացում այդ հումորը, հա, ու տես դրա մասին շատ բացում։ Դրա համար մեկ-մեկ ասում էր դու սարի լուսարանից։ Հա, որ բան էլի դեմքը փրկի ու տենց մենք 3 բրյուսովցիներով տենց ոչ մասնագիտությամբ ենք աշխատում։ Հա, է կամերային թատրոնը
մասնագետ, թատրոնի մասնագետ, թատերական կրթությամբ համարյա մարդ չկար այն ժամանակ։ 2-3 հոգի էին։ Մնացածը տարբեր մասնագիտություն էին, բանասերներ, երաժիշտներ, մաթեմատիկներ, Պոլիտեխնիկ ինստիտուտի տարբեր ֆակուլտետների ուսանողներ, համալսարանից, ֆիզիկոսներ, մի խոսքով ամեն ինչ։ Ու դա համար երբ որ պետական ստատուս տվեցին թատրոնին, թատրոնի այն ժամանակ սովետական կարգերի ժամանակ աշխատողների 80%-ը պետք է ունենար թատերական կրթություն։ Ու վրազ մենք սկսեցինք ամեն մեկը ինչ որ ստուդիա բան գտնել, դες պրոֆեսիոնալ պետք չէր լինել։ Հա, մենք 3-4 հոգով գնացինք Հայֆիլմ կինոստուդիայի ստուդիան ընդունվեցինք, դա ավարտեցինք որ բան անենք։ Իսկ դա զգացվում էր դրա պակասը։ Պրինցիպի տենց իրականության մեջ շատ ենք տնում, էլի տարբեր մասնագիտություններից եկած մարդիկ, ովքեր ուղղակի տենց զգացին, որ ուզում են դրանով թատրոնով զբաղվեն, բայց այդ կրթությունը չունեն։ Ինչքանով է պետք էլի դա, թե դա ֆորմալ բան է, թե եթե մեջիցդ կա, այդքան անպայման չի ունենալ այդ կրթությունը։ Դե նախ ասեմ որ դերասան չես դառնա սովորելով։ Հա, այդ էլ կա։ Պետքա ի սկզբանե մեջդ լինի բնություն, Աստված պետքա մատով մի հատ կպած լինի։ Բայց կրթությունը անպայման պետքա, անպայման։ Ընդհանրապես դերասանը պետքա լինի առաջի հերթին ինտելեկտով, առաջի հերթին։ Դա շատ կարևոր է, ինչը որի բացակայությունը զգացվում է շատ ցավոք սրտի։ Ու ոչ միայն հայկական իրականության մեջ, այլ եւ մնացած արտասահմանյան։ Իսկ մենք կրթվում ենք ինքնակրթությամբ էինք զբաղվում ավելի շուտ, որովհետեւ գրքերը կար, դասագրքեր են ժամանակ ու երեկոները շինարարությունից հետո զբաղվում ենք ինքնակրթությամբ։ Դա եւ սեն քայլելը, եւ ձայնը, եւ այլն, եւ այլն, եւ այլն ու արվեստի բնակավարում կրթությամբ ենք զբաղվում, կերպարվեստով եւ այլն եւ այլն։ Այսինքն ընդհանուր կրթությունը անպայման պետք է։ Հետաքրքիր է, այդ ժամանակ չի եղել Facebook, բայց համարյա վստահ եմ, որ ավելի ակադեմիական թատրոնների ներկայացուցիչները տենց այդքան դրական չեն նայել, որ այս ովքեր են այս պրոֆանները, որ հավաքվել են ու ինչ որ մերկ էնտուզիազմի վրա թատրոն են բանում, այդ ժամանակ ինչ որ տենց կարծիքներ եղել է, որ Իհարկե։ ոնց էր, եթե ոչ Facebook-ում ոնց էր դրսևորվում։ Մեծամասնությամբ թատրոնները չէին ընկալում կամերային թատրոնը։ Ու թատերական ընկերությունը տենց տարեկան մեկ-մեկ ժողովներ էին անում այն ժամանակ ու կամերային թատրոնը շատ սենց էին վերաբերում կամերային թատրոնին, հա, որ տղաներ են թող լկստվեն, մեկը վաղը մյուս օրը փակվելու են։ Ընդհանրապես այն ժամանակ թատրոն բացվելը դա բավականին մեր սովետական միության ժամանակ 10 տարին մեկ որևէ հանրապետության մայրաքաղաքում կարող էր թատրոն բացվել։ Երևանում 10 տարին չլրացած բացվեցին ու 3 թատրոն բացվեցին միանգամից։ Դա լուսահոգի Կարեն Դեմիրճյանի շնորհքն էր, որ կամերային թատրոնը, մնջախաղի թատրոնը եւ փոստի թատրոնը երեքն էլ որպես պետական բան բացվեցին։ Սովետական միության մեջ Հայաստանը ոնց մի քիչ տես կղզյակով էր, որ կարողանում էր այդ տենց ինչ որ օրինակ պլյուս մինուս եկեղեցին պահել, տենց ձեռ չտված բան, բայց այդ կոմունիստական մեքենան զգում եք, որ այնպես ինչ որ գրաքննություն, ձեր պիեսների վրա կամ կուլտ սովետ պետք է լիներ, չէ՞ որ ինչ որ բան բեմադրվեր։ Իհարկե։ Այդ ոնց էր լինում։ Տիպը մերոնք էին, հայեր էին տենց ըմբռնում, այն մոտենում թե տենց կար ինչ որ Մոսկվայից եկա, դա ոնց здесь не по уставу։ Պատկերացրու ընդհակառակը երկու ներկայացումներ այստեղ փակվեցին, մեկը պարոնայք ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել եւ զվարճանալ, Господа всё рушится, но еще можно жить и веселиться։ Դա զուտ աֆիշայի վրա չէր տեղավորվում, դրա համար փակեցին։ Ու հենց մենակ անվան համար այդ ներկայացումը բահակին մեծ ռեզոնանս գտավ։ Ու երկրորդ ներկայացումը դա Քաշնազարն էր, որը որ այստեղ խաղացվեց, փակվեց, հետո Մոսկվայում խաղացինք, նոր այնտեղ բացվեց, եկան ստեղ բացված խաղացվի։ Շատ հետաքրքիր էր։ Դες ընդ որոշումը որ եղավ, ստացին համարյա կարելի։ Թատերական գործիչների միության շենքում Մոսկվայում խաղացինք ու գործիչները չգիտես ինչու կամ հարբած էին կամ մինչև վերջ չէին ընկալել, թողեցին, որտեղ կամերային
թատրոնի ներկայացումները միշտ եղել են շատ պրոգրեսիվ ու ոչ միշտ սովետական կարգերը գովերքող ընդհանրապես ընդհակառակը շատ տարօրինակ էին իրենք իրանց բովանդակությամբ մանավանդ Քաշնազարը, որովհետև այստեղ Նազարը չէր ընկալվում, որտեղ որպես պիես Դերենիկ Դեմերչյանն էր, ու մենք էլ Դերենիկ Դեմերչյանի հիման վրա է արված, բայց ամբողջովին փոխված էր բնականաբար, Արա Երինջակյանի մատն էր մեծ մատը, խառն էր այդ պիեսի մեջ, ինքը Բայց տարօրինակ ինքը էր։ համ էլ այդ ակտուալություն ունի, որ ես լսել եմ, որ երբ որ վերաբեմադրվեց այս վերջի մի քանի տարվա ընթացքում, էլի տենց ոչ միանշանակ ընդունվեց իշխանության, հա, կողմից։ Ինչ-որ պատեքստ էր երևում քաղաքական, որը դուր չէր գալիս։ Ոնց որ այդ Նազարը, ոնց որ ինչ-որ իսկական կերպարի ակնարկի։ Գիտես, տարօրինակ է, որովհետև գոնե այդ ժամանակ եկած իշխանության այս նոր սերունդը երիտասարդներն իրանք մի քիչ այլ կերպ պետք է անցալեին ներկայացումը, բայց արյունտես սրանք ավելի կոնսերվատիվ մոտեցան, որովհետև դե գիտեք ախր ներկայացման մեջ այս կերպարը Նազարի նմանացնում են այն կերպարին, այն բան տենց ոնց կլինի ու այն ժամանակվա մշակույթի փոխնախարարը, որը հիմա Մատենադարանի տնօրենն է, Խզմալյանը, Մեզ շատ հայտնի ազգանուն, բայց ուրիշ Խզմալյան։ ինքն էր բան արել ու խոսեցինք, ասում եմ, ինչն է ներկայացման մեջ, որ տենց առանձնապես դուր չի եկել։ Դե ախր նմանացնում են, ասում եմ, հասկանում եք, մի հատ շատ տարօրինակ բան կա։ Այս ներկայացումը 82 թվի ներկայացում է։ Ոչ մի ձև չէր կարող հաշվի առնել։ Հա, ու երբ որ այս ներկայացումը բեմադրվում էր, այնում հետ որ համեմատում են, դա կամ չէր ծնվել, կամ էլ շատ փոքրիկ էր, որ իր մասին ներկայացում անվել։ Ընդհանրապես մենք որևէ մեկի մասին քաղաքական գործիչ նույնը վերաբերում է Մեակուլպային, Ժանգոտ Բանալին եւ այլն Խաթաբալադային չենք անում որևէ մեկի մասին, որովհետեւ իշխանավորները շատ փոքրիկ են, որ իրանց մասին ներկայացում արվի։ Ու մենք չունենք այն գործիչը քաղաքական, ում մասին կարելի է ներկայացում անել։ Ասես որ այ սրա հիշատակին է, վատը կամ լավը, կապ չունի այդ ներկայացումը անում են օրինակ բերեմ Հիտլերի մասին, թե Ստալինի մասին, բայց իրանք ամեն մեկը իր հերթին քաղաքական գործիչ էր, լավ թե վատ, բայց ինքը գործիչ էր, այսօրվաների համար։ Եվ այսպես եկավ ամենասպասված ու ամենաթեժ սև ուրբաթը եւ Zigzag-ը ունի գժական առաջարկներ։ iPhone 17 Pro, iPad Air, հեռուստացույցներ, մանր ու խոշոր խոհանոցային տեխնիկա եւ բազմաթիվ այլ ապրանքատեսակներ կարող եք ձեռք բերել Zigzag-ի սև ուրբաթյան շատ մեծ զեղչով։ Իսկ գիտեք ինչու է Zigzag-ից գնումներ կատարելը կրկնակի, հաճելի եւ շահավետ։ Որովհետև սև ուրբաթին զուգահեռ շարունակվում է զիլ շահումները, որտեղ 50,000 եւ ավելի գնումներ կատարելու դեպքում կարող եք դառնալ 25 հաջողակներից մեկը։ Իսկ շահումներն են 5-ական iPhone 17 Pro, վերջին սերնդի iPad 11, PlayStation 5 Slim, MacBook եւ մանուշակագույն Dyson Airwrap վարսահարդարիչ։ Մանրամասները նկարագրությունում։ Հավատդ գալիս է, բայց որ Zigzag-ը 30 տարեկան է։ Բացարձակ չէ։ Կարծես երեք էր որ եկա Zigzag PlayStation 1 առնելու։ Ապրիլյան գեղեցիկ օրեր։ Վերջինն էր մնացել։ Մոտեցա որ կասայից փողերով առնեմ, մեկ էլ մի հատ լկստված լակոտ, ասեց ես արդեն առել եմ։ Ոնց է դու ես։ Լկստված լակոտ։ Լացկան երեխա։ Լավ, վերջ, պետքա սկսենք։ Մի տեսակ տարօրինակ չի, իրանց ծնունդին իրանք են նվերներ անում։ Այդքան սիրում են իրենց հաճախորդներին ու շահելու հնարավորություն են տալիս։ Դու քո ծնունդին ինձ շահելու հնարավորություն կտայիր։ Ես քեզ այդքան չեմ սիրում։ Zigzag-ի 31-ի կապակցությամբ մինչև դեկտեմբերի 31-ը կատարեք գնում Zigzag-ում եւ ստացեք հնարավորություն շահելու iPhone 17 Pro, MacBook M1,
PlayStation 5 Slim, iPad 11 կամ Dyson վարսահարդարիչ։ Okay, եկեք խոսանք Լենինի մասին։ Մի հատ նոր հիշեցի, քանի որ 70-ական 80-ականներ խոսացինք։ Ես հիշում եմ, որ առաջ երկու դասարանից հասցրել եմ գնամ սովետի ժամանակ, ու ես ինչքան շատ էի սիրում Լենին պապիկին։ Ու տենց բանաստեղծություններ էին մեզ սովորացնում, մենք դաս ունենք, Լենինի դաս, իր մանկությունը գիտեմ շատ լավ։ Ու չնայած արդեն բոլորը տենց չէին սիրում համակարգ սովետ բան, բայց Լենինին մեկը սիրում էին։ Այսինքն հա դե չէ ամեն կոպ ճիշտ էր, հիմա ինքը ճիշտ էր, բայց հիմա ինչ որ խառը ժամանակներ էր, հետաքրքիր է, ձեր մոտ ո՞նց էր այդ ընկալումը Вообще Լենինի հանդեպ ո՞նց էր վերաբերմունքը 80-ականներին։ Տենց էր, որ չէ, դե ինքը այդպես լուսավոր կերպար է, բայց թե խառը ժամանակներ են, թե հենց այն ժամանակվանից էլ չէ, ինքը գլխանց սխալ էր։ Դե գիտես Լենինի այդ հարաբերությունների մոտ եղել է 60-ականներին, 80-ականներին արդեն շատ ուշ էր, բավականին մեծ էի Լենին պապիկին սիրելու համար։ Հա, արդեն մարել է այդ ծերը։ 60-ականներին բնականաբար որովհետև ամենտեղ լսում էր իր անունը։ Հա։ Ամենտեղ իր մտքերն էին գրած կարմիր կտորի վրա, Լենին պապիկի էս ինչ կամ այն ինչ ասածները, ու դա անկախ քեզանից բնականաբար մանուկների մեջ ու երբ որ դառնում էր հոկտեմբերիկ, այդ նշաններ իր նկարով փոքր ժամանակ, իսկ հետո պիոներ, որ հանգած կանգնացնում էին ամբողջ ջոկատ ու փողկապը հանում էին մեկի վզից, դա տուժ էր։ Դա գիտես ինչ էր, դա արցունքներ էր, դա լաց էր, դա էս էր, էն էր։ Հետո քիչ սկսեց գրականությունը հայտնվել տակից։ Սենց տենց որ ավելի շատ ինֆորմացիա էր ունենում Լենին պապիկի մասին, որ արդեն այդքան էլ պապիկ չէր։ Պարզվեց սիֆիլիս ա ունեցել։ Դրա համար քիչ իր այդ համբավը իջավ, հանգեց։ Ես հիշում եմ երկրորդ դասարանն էի, տենց այդ ոգեորված բան ինչ որ բաներ էի սովորել, մեկ այդ վայորդնի ախպերս Թիֆլիսում եկավ մեր տուն, ասես լսել ես ոտանավոր Լենինի մասին, ասեմ ինչ, ասում է Լենին խառը, Լենին խուրը, Լենին խառը խուրը։ Ոսես մեջս փշրվեց, как ты можешь, ոնց Ոչ մեկի ջոգեցի, սաղ էդ են ասում, սաղ տենց սկսեց Ես էլ եմ պոեզիայի մեջ անդրադարձել Լենին պապիկին։ Հա, Իհարկե, Լենին պապին մեռելը, ձմեռ պապին մեռել չի։ Հետո գանք VHS-ի դար էլի, այդ բանը վերհիշենք ոնց էր մեր սերնդի տեսանկյունից, որովհետև մեր բակը որ դուրս եկավ, ու վсё, չկար այդտեղ, նախ երեխա չկար, ով որ ամենաառաջի բարից միջև ամենավերջի բառը անգիր բացարձակ չգիտեր դա, հետո մեր բակում անդադ մրցակցություններ, Հրանտի ամենալավ պարոդիան ով անում, որովհետև ձեր սաղ մոնոլոգները, դիալոգները բոլորը вообще գիտեին, բայց փորձում էր ով ավան ու մեր Սուրոն ավելի լավ էր անում։ Սաղից լավը ինքն էր անում, բայց այդ ոնց դարավ էլի, որ այդ Դիմիտրոլ ջանից միջև բան Հրանտ չիզբուրգերա պատվիրում, այդ ամեն ինչը ոնց համբուրգերա պատ։ Այդ ամեն ինչը ոնց ընկալվեց, որ վсё էլի ձեր երևի առաջին ինչ որ գործն էր, որը ամբողջությամբ անգիր գիտեին вообще բոլորը։ Հետաքրիր բան ասեմ։ Մեր բակի իդեան երբ որ ծնվեց, ընդհանրապես դա նոր տարվա հաղորդում էր։ Այդ տարի նոր տարվա հաղորդումը պատվիրել են Շարմ ընկերությանը։ Ու մեր բակի սցենարը հենց էր գրած, որ գործողությունները կատարվում էին հենց ստուդիայում, Հմեկի պավիլյոններում, իսկ այն ինչ որ մեր բակի հետ էր կապված, մեր բակում։ Ունտեղ խոսում էր նրա մասին, որ այս ինչ կամ այն ինչ երևույթը այդքան էլ լավ չի, մեր բակում դա արտացոլվում էր եւ այլն։ Երբ որ այդ տարվա նոր տարվա հաղորդումը ընկալվեց ու շատ հետաքրիր ընդունվեց ժողովրդի կողմից, մեր բակը դարձավ հեռուստաֆիլմ։ Ես իրան ֆիլմ հեռուստա հաղորդում եմ մինչև հիմա անվանում, բայց կոչենք լավ ֆիլմ։ Ու մեր բակը գրեց Շարմը ու ինքը առաջինն էր այդ տեսակի մեջ, դա համար ինքը այտենց աղմուկ անեց, որովհետև ինքը ունի թերություններ բնականաբար, նկարահանվող եւ այլն, այն ժամանակ ինչով էր նկարվում, որ թերություն չունենար, բայց շատ հետաքրքիր է, մեր բակը ինքը համ շատ զիլ էր, որ ծնվեց, որտեղ ինքը պետք էր այդ պիրիոդներ։ Մեր բակերի
վերականգնել այն սովորույթները, այն աշխուժությունը, այն հարևանությունը, այն մարդկությունը, որը որ կար, մեր բակում դա արտացոլվեց։ Համ մյուս կողմից շատ վատն էր, որովհետև մեր բակը բերեց այս խոսակցականը, որը որ ես գտնում եմ, որ այդքան ճիշտ չէր։ Մեր բակը ռաբիս երաժշտության պրոպագանդան եղավ։ Ճիշտ է, բայց համեր մեջը Վեսայցկի իստորիան կար բերած, որը պետք է այդ տեսած ու ինտելիգենտնի լիներ։ Ես հիմա լավ ըլներ, էլի։ Դավ կողմերը մի կողմ եմ դնում։ Վատ կողմերից եմ խոսում։ Դրա համար մեր բակը այսենց ինքը շատ տարօրինակ էր, բայց ինքը սիրվեց ժողովրդի կողմից ու մնաց ու մինչև հիմա նայում են։ Հա, Մինչև հիմա նայում են։ Հետո ծնվեց երկրորդը, որը որ ավելի պրոֆեսիոնալ էր, քան առաջինը։ Իսկ հետո արդեն այդ ոգեշնչումը հանգեց։ Դա արդեն ավելի այտենց Այդքան բան չէր։ բանի մեջ։ Հետո որ կոնկուրենցիա կար, բայց այդ որ փաստորեն բակերում այդ հարևանությունը կորում էր, այդ ժամանակ էլ կար, որովհետև հիմա հետ նայելով ես հիշում եմ, որ այդ վաղ շատ լավ էր բակերում, այ հիմա չկա։ Այո։ Թե, բայց այդ վաղ արդեն զգացվում էր այդ տենդենսը։ Ու մանավանդ մեր բակում մեր բակի այդ տարածքը, որտեղ որ Թումանյանի վրա նկարվեց ֆիլմը, ինքը ֆիլմից հետո բնակարանները ցանկացան այդ բակում։ Շատ հետաքրքիր։ ոնց չթանկանան։ Հետո մենք բակը վերանորոգեցինք, նոր ասֆալտ արեցինք։ Դալանը առաջի դալանն էր Երևանում, որը որ գեղարվեստական ներկվեց։ Մինչև այդ դալանները հետո սկսեցին դալանները արդեն ներկել քաղաքում։ Մեր բակը առաջինն էր դրա մեջ։ Հետո հարևանները շատ այնքան մարդկային էին մոտենում այդ ամբողջ նկարանող խմբին։ Դուք պատկերացնում եք, չէ՞ դա ինչ է։ Այդ փոքր տարածքում, բայց իրանց տները մարդիկ համաձայնվում էին, մեքենաները դուրսն էին կանգնացնում։ Այն ժամանակ, երբ որ գողությունը մեքենաների հələ կար եւ այլն եւ այլն։ Մինչև գիշեր նկարանում էինք, շատ ըմբռնումով էին մոտենում։ Շատ հետաքրքիր էր։ Ընդհանրապես աշխատելը մեր բակի ժամանակ ես մինչև հիմա այնպես նոստալգիկ հիշում եմ, շատ հետաքրքիր էր։ Հետաքրքիր է, որ թերությունների մասն եք խոսում, որովհետև հա ինքը երկկողմանի բան էր։ Դե առաջինը դրականը, որ ինքը արտացոլեց իրականությունը։ Այդ ամենակայֆ կողմն էր, որ sense ներսից զգացիր ոնց են մարդիկ բակերում ապրում, բիսեդկային շփումները, հարևանությունը, բան։ Մյուս կողմից ինքը իր հիմնական քննադատությունը, որ լսել եմ, այդ պոշլիացրեց ընդհանրապես այդ ժանրը, հա, ինչ-որ այդպես ժանր ստեղծեց, որ պրոստը խոսակցական sense բանով մի քիչ բերանը ծռելով, sense բանելով այդ բանը առաջ բերեց ու դա դարավ ավելի պահանջված, ավելի տենց կենտրոնում ուշադրություն։ Ցավոք սրտի, ես դրա մասին եմ ասում։ Դա անգամ քաղաքի խոսակցականը չէր։ Հա, ինքը պարադինի ինչ-որ տես կարիկատուրնի, այդ կարիկատուրնի խոսալը բանը ինքը դարավ, օքեյ, սա լավ աշխատում է ու գնաց մի ամբողջ sense ճյուղեր այ մենակ դրա հիման վրա։ Ինքը ոնց որ լավ կներ որպես բացառություն լիներ, որը տենց պրիկոլն է, տենց կարիկատուրնի բացառություն, քան ոնց որ հետո դարավ կանոն, էլի։ Բոլորս մեն դրան նման դարձնեն։ Բայց ցավոք սրտի եղավ են ինչ որ եղավ ու ինքը իր կյանք մտավ, իր կյանքով ապրեց մեր բակը, մինչև հիմա ապրում է։ Հա։ Դե ինչ, երևի արդեն տեսնում եք մեծ փոփոխությունները, որ տեղի ունեցել ոչ միայն մեր տաղավարում, այլ Spin Ideas Agency բոլոր հաղորդումների տաղավարներում։ Մենք արդեն տեխնիկապես վերազինված ենք եւ պատրաստ ենք ձեր բիզնեսը դարձնել շատ ավելի լավ բիզնես։ Ձեր ոդկասթի YouTube նախագծի համար ունենք տարբեր ստուդիաների լայն ընտրություն, պրոֆեսիոնալ թիմ, որը լավագույնն է տարածաշրջանում։ Ձեր հարցերի կրեատիվ լուծումները Spin Ideas Եկեք Agency։ մեզ մոտ եւ դարձեք YouTube-ի հաջորդ դեմքը։ Բայց դուք կարացաք ոնց որ այդ նույն պոպուլարությունը նաև լրիվ 0-ից Ռուսաստանում կառուցել։ Արդյոք լրիվ 0-ից եւ երկրորդը այնտեղ ոնց էր, որովհետեւ իրանց համար դուք լրիվ անծանոթ դերասան, մեկ էլ Последний из Магикян-ը տես նկարվում է ու տենց իմ սաղ դասարանցիները Մոսկվայից դες ճանաչում են։ Ու այնտեղ դուք այդ ստարտը չեք ունեցել, որը որ ունեցել եք ստեղ թատրոնում եւ այլն։
Գիտես, հետա նախ ասեմ, որ մեր բակի հետ միասին ծնվեց Խաթաբալադան։ Նույն պիրիդում 96 թվին։ Շուտ չէ Խաթաբալադը։ Դե որովհետև նա նոր տարվա համար Հա։ սպասեցին, ինքը նկարվեց սեպտեմբերից Հա։ մեր բակը, բայց դե 95-ի։ ցույց տվեցին նոր, իսկ Խաթաբալադան 96 թվի նոյեմբերին խաղացվեց արդեն։ Ես չգիտեմ ինչի ես հիշում եմ 93-ին եմ տեսել Խաթաբալադան, բայց հա, ճիշտ է, այդքան փոքր էի, չէ՞ բանի։ Այդ Խաթաբալադան էլ տենց իր մեջ սաղ 90-ականներից էս ցավը, այն մութը, բանը մի տեսակ լավ կենտրոնացած էր ու հետաքրքիր դրա շարունակությունը ինչ պետք է լիներ։ Տենց էպիկ բաները, որը արտացոլում են տվյալ պահը, պետք չի 5 տարին մեկ մի հատ նորից արտացոլել ինչա կատարվում։ Եթե հիմա sense թռնենք դեպի այսօր, հիմա որը կներ այսօրվա Խաթաբալադան, որը sense կարտացոլեր այսօրվա բանը։ Գիտես, հետաքրքիր է, Խաթաբալադան երբ որ Խաթաբալադայից առաջ կամերային թատրոնը, երբ որ ստեղ կարգերը փոխվեցին 91 թիվը արդեն եկավ, թատրոնների վիճակը բավականին ծանր էր, մութ եւ այլն, ու մենք Արային Երնջակյան փորձում ենք համոզել, որ սիստեմը թատրոնի փոխենք, ուրիշ ձևի սկսենք արդեն մոտենալ թատրոնին։ Արա Երնջակյանը պահեց տրադիցիոն ձևը պետականորեն, պետական մնաց թատրոնը ու մեր սերունդը գնաց թատրոնից։ Այդ ամենածանր որոշումն է եղել իմ կյանքում ու ես էլ չուզեցի որևէ ուրիշ թատրոն մտնել, ընդհանրապես թատրոնով զբաղվել, ու սկսեցի զբաղվել բիզնեսով։ Ու այդ ժամանակ Կարպիս հետ Թիթիզյան միասին, որ այդ ծանոթացել ենք Միացյալ Նահանգներում, բացեցինք Երևանում Levon Travel-ը։ Ես այդ Levon Travel-ի տնօրենն եմ։ Դուք տնօրեն եք։ Այո։ Ես գիտեի։ Օֆիսներ բացեցինք երաշտական գործիքների խանութի տեղը Սայաթ-Նովայի վրա։ Եվ այլն։ Ու բնականաբար ինքը առաջի ավիագործակալն է եւ այլն։ Մի խոսքով բավականին մեծ գումարներ էինք աշխատում ու մի անգամ Մոսկվա էի գնացել ավիաընկերություններից մեկի հետ հանդիպման ու Արմենին Համբարձումյան տեսա Մոսկվայում։ Իրանք էլ այդ ժամանակ Մազմանյան Արմենի Լուսահոգի միասին բացել էին Գոյակ ընկերությունը, որը բիզնես եւ արվեստով էր զբաղվում, որի հիման վրա հետո ստեղծվեց Գոյ թատրոնը։ Ու Արմենի հետ ընտրում էինք, ասի գիտես, այնպես տարօրինակ է, ամեն օր ստեղս լցվում է, բայց ստեղից ինչ որ բան պակասում է։ Ասեց ինձ մոտ էլ։ Ու միասին ոնց որ ասենք, արի վերադառնանք նրան ինչը որ մերն է։ Ու վերադարձանք Երևան, ես զանգեցի Կարպիսին Թիթիզյան, ասի, որ ես գնում եմ Levon Travel-ից։ Ամենաոչ ստաբիլ շրջանում։ Այս շմեկը ու կթողնի այդ գումարը, այդ հետաքրիր գործը կգնա, ասի ես։ Ես ու Արմենն է դուս եկավ ու մենք որոշեցինք ստեղծենք Խաթաբալադան։ Вообще ներկայացում գտանք Պողոսյան Միշիկին, Վարամին Սահակյան, Արտուրին Սահակյան ու ստեղծվեց Խաթաբալադան։ Այդտենց։ Իմ ամենատպավորած բանը շատ վաղուց էր իհարկե, բայց այն ճճուն հովիկը, ու այդ այնքան բան էր, որ այդ լավ էր զգացնել տալիս, այն սովը, այնց շատ մարդիկ այնց տոպը սոված են, էլի շատ հաճախ է զգում եմ, որ մեջ ինչ որ ճճու է, որ այնց որ բոլորը սոված են, ու այնց լավ արտացոլում էր այդ պահի վիճակը, ու երբ համեմատում հիմիկվա հետ, օրինակ այն ժամանակ երբ ուսանող էինք, որ մի հատ խաչապուրի համար մի քանի օր կարող է 100 դրամ պահենք բան, ու հիմա ուսանողների հերթը կապուչինոյի հետևից այդ կոֆեներում, ասես մեծ կոնտրաստ է, էլի, կարելի է այդ չգիտեմ, ցոփու շվայտությունը ասենք հիմա թե ուղակի այնքան ենք սովորել, որ չի երևում այդ տարբերությունը հիմիկվա ու այն ժամանակվա, այս էլ միշտ ծայրահեղությունն է, էլի, այտենց կարելի է մի հատ էլ Խաթաբալադան նրա վրա, որ արդեն այն որ մեզ այդքան պետք չի, օրը երրորդ կապուչինոն պետք չի, բայց հովիկը աճել է։ Հովիկը կուշտ է, հովիկը գոհ է, պետք չի իրան, բայց մեկը այտենց զղկտացնում ենք այդ հովիկին, այդ դրա մասին այտենց ուզվում է, ինչ որ այտենց մի բան։ Այդ դեպքում պետք է նոր բան ծնվի։ Խաթաբալադան
իր ոճի մեջ մնաց այն ժամանակվա, ինքը այն ժամանակ էլ մեջը խոսվում էր բաների մասին, հերոսները Խաթաբալադայի, սատանային ծախացոքին պոետը եւ այլն, այսինքն առանձնապես նորություն չէր Գյոտեի Ֆաուստից վերցրած կտորներին, բայց ինքը ուրիշ էր, ինքն էլ նորություն էր ժամանակ, թարմություն էր, թատրոնը անսպասել էր, ուղղակի ես շատ եմ ցավում, ինքը կատաստրոֆիկ քիչ խաղացվեց։ Բայց նաև առաջիններից էր որ Ամերիկա գնաց Հա։ ու այնտեղ որտեվ սիրոգի ասած բանը չկար մարդկանց մոտ կամ ոչ բոլորի մոտ էլի որ այդ սովը այդ ամեն ինչը ոնց էր այնտեղ ընկալվում Բայց նոստալգիան կար Երևանի այդ մարդկանց հրդեր գիտես սփյուռքահայությունը, արևմտահայությունը նայում էր ուրիշ աչքերով ներկայացումը Հայաստանից գնացածները լրիվ ուրիշ կերպ էին նայում ներկայացումը իրանց համար նոստալգիա էր ու ափսոսանք էր որ էսենց հա մեր հայրենիքը այսօրվա օրով նրանց համար էլ որ անկախություն ենք երազում անկախություն եկավ էս էր մեր գլխին եկած անկախությունը շատ բաներ ու այն ժամանակ է սկսեցին էլի կապել այսինչ կամ այնինչ քաղաքական գործերի հետ նմանացնել եւ այլն հա բայց ներկայացումը շատ հետաքրքրել էր ու Վազգենին Սարգսյան լուսահոգի որի միշտ դե ինքան տունը քիչ էր լինում անընդհատ Արցախում էր եւ այլն բայց տանը վիդեո մագնիտոֆոնը դրած ու վիդեո մագնիտոֆոնի վրա մշտական Խաթաբալադայի կասետներ որ նայում էր ասում սա ինձ համեբանանում որ սխալներ թույլ չտամ ու նույնը լուսահոգի Վանո Սիրադեղյանը իրանց հետ էին կապում ներկայացումը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ էին կապում ներկայացումը բայց մենք այդ խնդիրը չէինք դրել ներկայացման մեջ դե դրա համար էլ տենց ավելի ավելի մեծ Խաթաբալադայի մյուս օրը առաջի հոդվածներից մեկը հոդված եմ անվանում տարօրինակ գրվեց Երևանի թերթերից մեկում որի խմբագիրը գրել էր որ Հրանտ Թոխածյանը եւ Միքայել Պողոսյանը բեմադրեցին Խաթաբալադան որ մալբորո ծխեն այդ գլխավոր խմբագիրը Նիկոլ Փաշինյանն էր ես սպասում եմ որ հեսա տեղ եք տանելու բայց Ես իրան գիտեմ։ դատաներով ոնց որ չէր բռնում հա փաստորեն բայց այդ հետաքրքիր թեմա բացեցիք Մալբորոն որովհետեւ նաեւ գայթակղությունը այդ ժամանակ եւ հնարավորությունը այնտեղ տեղափոխվելու մնալու հաստատ շատ մեծ ա եղել վստահ եմ տենց լիքը առաջարկություններ է ստացել եք որովհետեւ այն ժամանակ դες միանշանակ չէր էլի որ կարելի է ասենց երկու ֆրոնտով էլ աշխատել օրինակ բան Դարեկ ջան հիմա բան կհնչի բայց ես իսկապես չափից շատ եմ սիրում այս քաղաքը իմ երկիրը բայց այս քաղաքը առանձնահատուկ որտեվ իմն է Երևանը ես էլ Երևանինն եմ ու 88 թվից եմ ես գնում Միացյալ Նահանգներ դեր սովետական միության ժամանակ մենք արդեն հյուրախաղեր էինք գնում կամերային թատրոնը տենց ստացվեց բախներս բերեց ու կապը Միացյալ Նահանգների հետ անընդհատ կար մինչև այսօր նո մինչև հիվանդանալը անընդհատ գնում էին կամ հյուրախաղեր էր կամ Հայաստան համայնքական հիմնադրամի տելեմարաֆոններն էր եւ այլն ու երբեք այդ գայթակղությունը չի եղել մնամ ստեղ չնայած այն ժամանակ շատ ավելի հեշտ էր գրին քարտերը եւ բաները մանավանդ 90-ականներին բայց մեծ հաճույքով էի գնում հետաքրիր երկիրը ընկերներ ունեմ բավականին ու ոչ միայն հայ ընկերներ բայց որ գամ մնամ որովհետեւ կոմֆորտիզ ու կոնտրաստը այն ժամանակ ու հիմա շատ մեծ է էլի հիմա երևի այդքան ուռճացված հիմա ամեն ինչ էլ ստեղ կարելի է հայտարարել հիմա դրանից գամ են քո հարցին որից ես ինքը շեղեցի հիմա ինչ վերաբերում է հա Մագիկյանին որովհետեւ մինչեւ Մագիկյանը Մոսկվայում արդեն նկարաններ եղել էր առաջին նկարանումը Մոսկվայում եղել է 85 թվին 85 թվին ես նկարանվել եմ այն ժամանակ կենտրոնական հերոստատեսությունում, որը հիմիկվա առաջի ալիքն է ռուսական, նկարվել եմ Կամոյի մենախոսությունը ֆիլմում։ Ու նկարվեց այդ ֆիլմը 3 սերիանոց,
մինչև ինքը հասավ իր ավարտին, ընդեղ էլ կարգերը սկսեցին փոխվել ու ընդամենը 3 երեկո ցույց տվեցին այդ ֆիլմը, ինքը մեծ հաջողություն ուներ, բայց հանգեց փաստորեն։ Այդ ֆիլմներ ինձ համար շատ կարևոր, որտեղ առաջի մեծ աշխատանքներ մանավանդ Մոսկվայում ու ընտրված կար Կամոյի դերակատարը արդեն։ Իրանք սկսել էին նկարահանումները, հետո ռեժիսորը ու ինքն էլ հեղինակն էր հայտնվեց Երևանում, չգիտես ինչու բերել էին կամերային թատրոն, չգիտես ինչու Նազարներ նայել ու առաջարկեց նկարվել Կամոյում, թե ինչն էր կապը տեսել այդ երկուսը մեջ չգիտեմ, բայց ու Միքայել Պողոսյանն է խաղաց այդ ֆիլմում Կամոյում, այնտեղ դրվագ կա շատ հետաքրքիր, ինքը փուջուր դրվագ է, բայց բավականին էմոցիոնալ, ինքը խաղում էր սփյուռքահայ Գերմանիայում, որը որ հոգեբանում է, գժանոցում է մի խոսքով, որտեղ որ Կամոյին էին տեղավորել։ Ու Կամոն Իրանից է սովորում, որ կարելի է հոգեկան հիվանդ ձևանալ, որովհետև դա պատմում է, որ իմիջիայլոց դա էլ է շատ հետաքրքիր, հայերեն է խոսում Միշան, վրայից ռուսերեն տեքստ կարդացող կար, ասում է, որ երբ որ թուրքերը մտան, ընտանիքս մորթեցին եւ այլն, շատ էմոցիոնալ տեքստ է, ու Կամոն արդյունքները գնալով լսում է դա, ու ինքը թուրքերը ընդգծում էր, թարգմանության մեջ թուրքեր խոսքերը չէր օգտագործում։ Այն ժամանակ դա շատ հետաքրքիր էր։ Когда они пришли, թուրքերը չէր օգտագործում։ Ավելի ուշ, թեև հա մշակութային բարիերը, քանի որ տենց չկա, բայց մեկը ոնց որ առաջի անգամ եք էլի ոնց որ այդ լսարանի դեմ ներկայանում էլի։ Գիտես, ոնց որ պատասխանատվությունը ավելի շատ է ձեր դեպքում։ Մոսկվան ինձ համար հոգեարազատ քաղաք էր, որովհետև ասպիրանտուրա բան այդ ժամանակներն ա եղել ու 70-ականների վերջից ես այնտեղ եղել եմ անգամ 6 ամիս մնացել եմ։ Այն ժամանակ սովետական մարդու համար հարազատ քաղաք էր։ Իմ մայրաքաղաքն էր։ Մեկ անգամ տղաներս, որ մի քիչ փոքր էին դպրոցում, ասում էին, գիտեք, այսօրվա օրով դուք եք գալիս Պադեզդից ու այս 29000 քառակուսի կիլոմետրն է ձերը։ Վերջ դրանից ենկոմ կյանք ոնց որ չլինի ձեզ համար այն ժամանակ, որ մի քիչ հեշտ չէր գնալ գալը։ Իսկ ես երբ որ տանից դուրս էի գալի մեր Պադեզդից, իմ երկիրը սկսում էր Կալինինգրադում, վերջանում էր Սախալինում։ 1/6 ցամաքի։ Այդ ամբողջը քոնն էր։ Հետո մի հատ էլ ֆիլմ կար անհաջող ռուսական։ Այդտեղ հրավիրեցին նկարվելու, ինչեւ մալ այդ ֆիլմի մասին մոռացել եմ, չեմ էլ ուզում խոսեմ։ Հետո Արմենը Գրիգորյան լուսահոգի նկարեցին Մայա Բաշայ արմյանская свадьба, իմ մեծ հայկական հարսանիք։ Ոչինչ ֆիլմ էր։ Հետո արդեն երբ որ մտահաղացումը եղել է Մագիկյանի, շատ տարօրինակ է, STS հերոստաստուդիայի գլխավոր պրոդյուսերը հրեա էր, Վիչեսլավ Մուրուգովը, որ էլի կավենշիկ է եղել ժամանակին, Բելարուսիայի թմից էր խաղում։ Ու ինքը հետո պատմում էր, որ իր քույրը ամուսնացել է հայի հետ։ Ու ասում է, միշտ որ գալիս էին մեր տուն ընթրիքի, հայրս ու պեսաս այդ իսկական բազմությունը բանը, որովհետև ով ավելի հին, ով ավելի խելացի եւ այլն, պեսաս ամեն անգամ տակարյուն գժվում էր, դուրը շխկացնում գնում էր, քուրուս երեխեն մնում էին մեր տանը։ Ու ասում մի օր առավոտյան բեկանում եմ, որ գնամ գործի, տեսնեմ Պլիմյանիկս պարկացած դիվանի վրա ու կարծում եմ պասեիդ ինձ Մագիկան։ Ու ասում անկախ ինձանից այդ Մագիկանի ան դառա Բիան։ Ու ինքը գալիս է STS, Yellow Black White ընկերություն կար։ Կուխնյանը նկարել, այո, ատել էլի։ ինքը իրան ղեկավարում էր հայ ազգությամբ Էդվարդ Իլոյան։ Իլոյան ճիշտ։ Իլոյանն ասում է, լսի, մի հատ տենց սերիալ է պետք մտածել գրել ու նկարահանել։ Մտածում են կավենշիկները սցենարը գրում են, շատ տարօրինակ էր Մագիկյանը, որ Մագիկյանում միակ հայը որ կար, դա ես էի։ Ոչ մի ուրիշ հայ այդ ֆիլմում չկար։ Պրոդյուսերը հրեա էր, սցենարիստները բելարուս, ուկրաինացի ու ռուս էին,
գծային պրոդյուսերը աբխազ էր, ռեժիսորը վրացի էր, ուրիշ խոսքով սա։ Հա։ Ու սկսում են այդ Ուեդի Կիլոյան հիշում է իրա մանկությունը։ Իրա մեր բակը։ Այո, տենց հիշում եմ, որ Երևանում տենց դերասան կա։ Ես որ եղել եմ տեսման, այդտենց զանգեցին ինձ կանչեցին գնացի Մագիկյանը նկարվել։ Իսկ պրոբայի կանչեցին թե միանգամից արդեն Չէ, միանգամից։ Ընդ որում ռեժիսորին ընտրել էին Ռեզոյին Գիգինիշվիլի, հրաշք ռեժիսոր, երիտասարդ, բայց շատ շահավոր տաղանդավոր ու շատ հետաքրքիր էր առաջին մեր հանդիպումը, որ ամբողջ նկարահանող խումբը նստած էր Ռեզոնել, ու Ռեզոն ասաց, ես չեմ նկարի ֆիլմ, եթե գլխավոր հերոսը վրացի չի։ Շատ Իրանց սկսեցին բացատրել, որ Մագիկյանը հայկական ալում էլի, Մագիկաձը չի լինի։ Ինքը ասեց, իսկ հայերի մասին ֆիլմ ես вообще չեմ նկարի։ Okay. Հրաժարվում եմ, որտեվ ես իրանց լավ այդքանը չեմ սիրում։ Պատկասում ես վիճակը ստից է նստած։ Հիմա Էդիկին ասեց, սրա գլուխը ջարդեմ, հիմար բաներ է խոսում։ Մի խոսքով ասես լավ բան։ Ինքը այն ժամանակ Ռեզոն ամուսնացած էր Նադյա Միխալկովայի հետ, որին ես ճանաչում էի։ Ու Նադյային ասացի, կարաս ամուսնուդ բերես Երևան։ Այն ժամանակ Թիֆլիս ռեյսերը Մոսկվայից փակ էր։ Ու Երևանի միջոցով էին գնում Թբիլիսի։ Ռեզոնը Թբիլիսի պիտի գնար։ Նադյայի հետ եկան Երևան, մյուս օրն էին տոմս վերցրել Թբիլիսի։ Այդ մի օրը որ մնար, մի կերպ Նադյան նորից ոնց որ մեզ ծանոթացրեց, մի խոսքով Ռեզոն մի շաբաթ մնաց Երևան։ Ու սիրահարվել էր Երևանին, սիրահարվել էր հայերին, որ ես ինչ քաղաք է, ես ինչ ժողովուրդ են, ես այլ ձև էի պատկերացնում։ Ես մի հատ հարևան եմ ունեցել հայ, Կլյաուզնիկի մեջ էր, դրանով եզրակացություններ արել, դե ինքն ճիշտ է, վերացի մի քիչ տուտուց, բայց համենայնիվս հրաշք տղա, հետո շատ մտերմացանք ու մինչև հիմա մեր մտերմությունը մենք պահում ենք։ Ու ինքը նկարեց ֆիլմը։ Մի դրվագ կար Մագիկյանի մեջ, որտեղ որ ես նկար եմ պատվիրում կնոջս համար, ու ես ու աղջիկներս պիտի նկարիչը նկարել լինեինք ազգային շորերով։ Այս ֆիլմի նկարիչը գնաց շորերը բերեց, ու տեսա գժվելս եկավ ադրբեջանական շորեր էր։ Մի ասում եմ սրան լավ, այս ամբողջ Մոսկվայում հայկական, ասեց ինչ տարբերություն, какая разница։ Ասի դու որ ինձ ասեր, ես դեսպանատնից այնտեղ պարային խմբեր կան հայկական, լիքը շոր կբերեի։ Մի խոսքով ասի տարբերությունը շատ մեծ է, եթե քո համար դա տարբերություն չի, ինձ համար տարբերություն է։ Այդ նույնն է ոնց ռուսական շոր պետք է լիներ, ասեք նկարային ուկրաինական, լեհական կամ չեխական, ոնց կարելի է։ Մի խոսքով փոխեցինք ու Ռեզոն եկավ, ընդ որում հատուկ նկարանման հրապարակ էր վարձած, այդ ամբողջ նկարանող խումբն էր եւ այլն, հանեց նկարանումները, մինչեւ որ գնան նորմալ շորեր գտնեն, բերեն ու մյուս օր էլ այդ բանը ռիսկ իրա վրա վերցրեց։ Հետո ինքը ֆիլմ էր նկարել, այն 83 թվի Վրաստանից, որ ինքնաթիռ էին գողացել երիտասարդները։ Այդ ֆիլմը ինքը նկարեց, Թիվրիզում պրեմիերան էր անում, ռուսական ֆիլմ էր ինքը, բայց նու վրացական թեմայով, բայց ու ինձ հրավիրել էր Թբիլիսի, գնացի նորմալ դահլիճում նստած էր, շատ ջերմ ներկայացրեցին, շնաց այդ կինոյին ես ոչ մի բան չունեի առնչություն, շատ ջերմ, որ իմ ընկերն է, ավակ ընկերն աստեղ եւ այլն, հետո ես հասկացա ինչի համար, որտեղ ֆիլմում այնտեղ օդաչու մանում է, օդաչուի թաղումը կա այդ ֆիլմում, իմ նկարներ որ ասել ես մեկը իմ ֆիլմում պիտի քեզ նկարեի, ուրիշ ձև չկտակ ես բանը, Դա պասխալկա է հիմա կոչվում, որ կինոների մեջ ուտել էլ ինքը ասեց, ես սրանից հետո կյանքում ինչ ֆիլմ նկարեմ, դուք դի նկարվես, ես ասեցի դե արի պայմանավորվենք, եթե անգամ քո ֆիլմում լինի տաբուրետկայի դեր, այդ տաբուրետկային ես կխաղամ։ Հետո արդեն Մագիկյանից սկսվեց ֆիլմերը, ու շատ ֆիլմեր են ճիշտ ասած, ռուսական, հիմնականում իմ բախտը բերեց հաջողված ֆիլմեր էին։ Քանի ֆիլմում եք նկարվել դες հաշվի։ Բայց դժվարում եմ ասում։ Իսկապես շատ, մանավանդ
երբ որ արդեն ռուսական կինոն սկսեց ստեղ չգալ առանձնապես, Հա։ սերիալներ կան Իվանովը, որ հիմա այդ սերիալի հիման վրա ստեղ Կինոների ինչ որ շարք։ ֆիլմ են նկարել մերոնք։ Հա։ Վաղը չեմ իսօրը պրեմիերան այդ ֆիլմի։ Սերիալներից վերջ երևի մնացածը սա ֆիլմեր էին։ Նկարվել եմ ու ունեց է ստացվում ամենա նկարվող դերասանն է ես Հայաստանից, որտեղ լեզուն գիտեի։ Գոնե դրա համար։ Հա, դրանց հետ գնալով այդ թեմային, որ մեկ իշխանությունները ու մեկ սովետական ժամանակաշրջանում մեկ էլ հիմա խառնվում են, այն նույն խմբագիրը, այն նույն թերթի գնացել էր ՄԿ-ի ներկայացմանը ու այնտեղ վերջում տենց բռնվել էր դերասանների հետ, այսպես դիսկուսիայի, եթե մեղմ ասեմ, այ դրան ոնց ենք նայում, էլի, որովհետև այտենց բաց նույնիսկ սովետում երևի չի եղել, որովհետև այնտեղ կարող է ինչ-որ այդ կուլտուրնի կոմիսիաներով արկել էին բանում, բայց ոչ ոք իր դեմքով չէր կանգնի ու ասեր, այ ձեր մոտ ինձ թվում է այստեղ ռոպագանդայի տեսանկյունից ինչ որ սխալ կա ներկայացման մեջ, այդքան հայրենասիրական չի։ Շատ բացասական են վերաբերվում, անկեղծ ասած, ու հետո որ նայեցի, էլ ավելի ջղայնացա, մեղմ ասած, որովհետև որևէ մեկը անկախ նրանից ինքը ինչ պաշտոնյա իրանք չունի դերասանին սովորացնի, թե ոնց պետքա խաղան ու ինչ պետքա լինի ներկայացման իմաստը։ Ինքը իր կարծիքը կարա ունենա, բայց դա չի նշանակում, որ մասսայական ժողովրդի մոտ դնես դերասաններից խոսած ոնց որ քո երեխեքը լինեն, որ լակոտներ չեն, ընդ որում անվանի դերասաններ են, բավականին հայտնի եւ Մկոն, եւ Տիգրանը Գյուլումյան, աղջիկները, բայց տենց չի կարելի, Արծրունը դրա համար Ուզում եմ ասեմ, դա էլ համարվել է Այն որպես ժամանակ- տաբու, համարվել է, չէ, եղել է տես տաբու։ մեր ներկայացումներից մեկը եկել էր մեր նախագահներից մեկը նայել էր, Ահա։ որից հետո խնդրեց ներկայացումից հետո հանդիպենք, Ահա, ոչ թե դա լիճ։ ընդ որում ասեց ես բան ունեմ ասելու, ինչ ես կարծում, արժի մնացած դերասաններն էլ լինեն, ասի հա ես թաքցնելու բան չունեմ, մնացած դերասաններն եկան, ինքը ներկայացման մեջ մի կտոր կար, որ մի քիչ այնպես չէր հավանել, ասացի, բայց դա իրականում այդպես է, չէ։ Իրականությունն ենք ներկայացել, ասես լավ, ես էլ բան չունեմ ասելու։ Այսինքն, Այսինքն ժամանակ էր երևի։ հա, ինքը չհամարեց իրավասության մեջ արգելի կամ խորհուրդ տալ չխաղալ կամ խորհուրդ տալ այլ կերպ խաղալ, տենց բան չկար։ Այն ժամանակ չի փակվել եւ այն ժամանակ եկային ներկայացումներ, որոնք բավականին ռիսկով էին, նույն Վարդանը Պետրոսյանը իր ներկայացումները խաղում էր ու որևէ մեկը Դիտողություն չէր անում, այ կարելի էր սենց անել։ եթե անում են իրանց մեջ կամ իրանց տանն են դիտողություն անում, համենայն դեպս օֆիցիալ երբեք տենց բան չի եղել։ Բայց այդ էլ ոնց որ մի հատ տաբու էր, որը որ խախտվեց, հիմա մեկ էլ ոնց որ նայում ես, փաստորեն այս դերասանները կամ այդ պիեսը գրողները գուցե այդքան էլ իմաստուն ու խելացի չեն, որ իրանց աշխատանքը, ստեղծագործությունը տենց ամբողջական է, որ այդ թերություն չկա։ Ուզում եմ ասեմ, կարող առաջի հայացքից թվում է, թե այտենց ավելի շատ ինքը խայտարակվեց, բայց իրականում ոնց որ մարդկանց վերաբերմունքը առ-թատրոն մի քիչ տակից ամեն դեպքում թուլացավ։ Գիտես, մարդկանց առաջինը մի մասի ընդ որում փոքր մասի, որովհետև միայն իրան լսելուց հետո հիմար մարդը տես կմտածի։ Ու ավելի լավ այդ հանդիսատել չգա թատրոն։ Թող գնա ուրիշ բան նայելու, որովհետև ինչ է նշանակում, գիտես, ես Քավլիցի երբեք չեմ ասի, որ բոլոր ներկայացումները անթերի են, այնքան լավն են եւ այլն։ Հա, կան եւ վատ ներկայացումներ, ես ներկայացում են ներկայացում, բայց որպեսի առաջինը փակեն թատրոններ, ես դες բաներ չեմ հիշում։ Ուրիշ բանա կարող են գեղարվեստական ղեկավար փոխել, տնօրեն փոխել, կազմ փոխել, բայց թատրոնը փակել, այտենց չի կարելի, օրինակ երաժշտական կամերային թատրոնը փակեցին, գոյ թատրոնը փակեցին, չի կարելի այտենց։ Դա խուլիգանություն է, թատրոնը փակելը, այդ սխալ բան է։
Դե մի քիչ կոմերցիոն դաշտ չի մտնում դա, դե ավելի արդար չէ լինի պետությունից անջատել ու ասել դե եթե ունեք լսար հանդիսատես, ապա Ես 90 թվականներից հələ դեր Արմեն Սմբատյանն էր նախարար, ասել եմ նրա մասին, որ պետական պետք է մնան, հիմա շատ թատրոններ ինձանից կնեղանան, բայց պետական պետք է մնան օպերա եւ բալետի թատրոնը, Սունդուկյան թատրոնը որպես մայր թատրոն ու դասականը հայկական դեպի ժողովուրդ վերելը դեպի հանդիսատես, տիկնիկային թատրոնը որպես մանկական թատրոն եւ մնջախաղի թատրոնը որպես արվեստի մի այլ ճյուղ, որ այդքան massայական չի։ Մնացածին պետք է ազատություն տալ։ Չի կարելի այդքան մարդ պահել։ Չի կարելի պետության վրա ու որովհետեւ հանգստանում է թատրոնը մի տեսակ տարօրինակ է վերաբերվում իր արածին։ Ինքը հետո ինչ է նշանակում հիմա օրենք կա դու մի տարի ինչ պետքա բեմադրես, պետքա ներկայացնես նախարարություն։ այդպես բան կա։ Հա, դու պատկերացնում ես։ Ասենք ռեժիսորը այսօր բեմադրում է Համլետը, վաղը ուզում է բեմադրի Պեպոն։ Հանգարսակի։ Ինքը իրանք չունի, որտեվ չի ներկայացրել այդ Պեպոն։ Այսինքն բովանդակությամբ թե դուք սցենարն է պետք է լինի ամեն ինչը պետք է։ Չեմ Իմաստը ասում։ ո՞րն է դրա, որ ինչ որ զգուշավորություն է, ինչ է։ Ու հետո էլի այն ժամանակ էլ իրանցից սկսեց այդ բանը, դուք կոմերցիոն թատրոն եք։ Այո, ամբողջ կյանք ուզեցել եմ հասկանալ, ինչ է նշանակում կոմերցիոն թատրոն։ Մի հատ ինձ բացատրեք, այդ կոմերցիոնը ինչ է։ Էլի ներկայացումը բեմադրվում է, ներկայացումը սցենար ունի, ռեժիսոր ունի, դերասան ունի, տոմսարկղում տոմսեր են վաճառում։ Ինչն է դրա Էդի կոմերցիոն։ վաճառվողն է, էլի, որ կա որ չի վաճառվում, դա կոմերցիոն։ Որտեղ մենք ենք փող դնում, բնականաբար ամեն ջանք ու երան դնում ես, որպեսզի ներկայացումը լինի լավը։ Չնայած այսօր այդպես անվանվող կոմերցիոն ներկայացումներն էլ իրանց որակը հաճախ կորցնում են։ Ցավոք սրտի։ Բայց առողջ մրցակցային շուկայում է, ուզում եմ ասեմ, եթե կորցնում են, հետեւաբար կոմերցիոն հաջող չեն լինի, ինչը տենց Դե ինքնաբալանսավորել է։ գիտես, ըստեղ մի քիչ Նարեկ ջան, երաժշտությունը ոնց որ ասում են, ես ռաբից երաժշտություն չեմ ուզում լսեմ կամ չեմ լսում։ Էդ են տալիս կամ նրանք բացատրում են, դե ժողովուրդ հետա ուզում մենք էդ ենք տալիս, ժողովուրդն ասում է էդ են տալիս, էդ ենք լսում։ Այդպես չի լինի։ Իսկ փորձել են դասական երաժշտություն, ռոք երաժշտություն, զանազան երաժշտություն մատուցել պուբլիկային, թող ինքը որոշում ընդունի։ Թող այդ երեխան է մեծանում, ինքը որոշի, ինքը ուզում է այն լսի, թե այն լսի։ Սովետական ժամանակ չկար այդ ռաբիզ երաժշտությունը։ Կար, շատ ու ուժեղ։ շատ էր։ Ու շատ էր, ռաբիզը անգամ իր գրասենյակը ուներ։ Բայց ռաբիզը տեղ չուներ հանրային հերոստատեսություն, դե վաղ հանրային ասելով այդ միակ հերոստատեսությունը, ինքը տեղ չուներ։ Ինքը չէր զայնագրվում պետականորեն։ Իրանք զայնագրում էին ռենտգենի պլյոնկաները վերցնում էին, Հա, այդ վինիլները որ բան։ հա, դրանց վրա են զայնագրում։ Հարսանիքներ էին երգում, կնունքներ էին երգում, այսինքն massայական չէր իրանց Դե հենց արվեստը։ դա ոնց որ այս մեր երկիրը անընդհատ պայքարում է իրական իրականության, որտեղ մարդկանց մեծ մասը ռաբիզն է սիրում։ Սիրում է, որտեղ եթե կնունքին էդ էին կանչում, ուրեմն ի սրտե էդ են ուզում։ Ու մեկ էլ այն ցանկալի իրականության հետ, որ մենք ուզենք, որ այտենց Ջորջ Բենսոն բոլորը լսեն, բայց այտենց չի։ Հիմա այս նույն թատրոնում էլ այդ նույն մրցապայքարը ոնց որ ժխտենք, որ մեծամասնությունը կուզենա ուրիշ տեսակի բաներ նայի, դրա համար պետությունը որպես միսիա, ժողովրդական երաժշտությունը ուրիշ է, հա միանշանակ ուրիշ է։ Բայց գուսանական չի ուրիշ սիրում է, ժողովրդական։ որտեվ չի լսում, որ լսի, որ Դե սիրի։ ոնց չի լսում։ Հիմա Երկի ավելի բարի անսամբլը համարյա չկա։ Ժող գործիքների անսամբլը ինքը որտեղ լսի այդ երաժշտությունը։ նույն Արամ Էմպետրին, Իվետա Մոկոչյանը սաղ վերցնում են ժողովրդական երգեր ու ավելի լայն քան մատուցվում է այսօր, ինձ թվում է երբեք չի մատուցվել այդ ժողովրդական։ Բայց որպես ռաբիշ չեն մատուցում։ Չէ, իհարկե չէ։ Դրա մասին է ունենք խոսքը։ իրան բանանելու եւ շատ հայտնի են այդ երգերը ու սիրված են։ Բայց Ինչպես եւ всё-таки ամբողջ աշխարհում։ մեծամասնությունը այդ կլկլոցին է գնում, այդ Որտեղ կլկլոցը է դա թատրոնում լսում է կա։ անընդհատ։ Դե բախենք Թատրոնում- մենք կոնֆլիկտի մեջ է իրականության հետ, ոնց որ այդ 60-ականներից չենք ընդունում, որ մի քիչ մարդիկ կգնան տենց այդ գնային, էլի։ Ինձ միշտ ասել են Նարեկ ջան, որ
գիտես, հեսա քո ներկայացումները չեն գա նայեն, որտեղ սովորեն արդեն ուրիշ ներկայացումներ նայել։ Չէ։ Ես միշտ դրան դեմ եմ եղել, որտեղ այն ներկայացումը կա, սիրում են, գնում նայում են, սա էլ դուր, կսիրի կգա կնայի։ Այն էլ կա, այն էլ կա։ Պլյուս դասական ներկայացումները, դասական հեղինակները, որոնք որ մնացած պետական թատրոնների բեմում խաղացվում են։ Բա ընդհանրապես սա շատ բան մի հաղորդման հենց թեմա է։ առաքելի մեջ մի հատ sense կտոր կար, այդ լավ տպավորվեց, որ երբ որ գնում են քեֆ են կանում, հետո այդ աղբը այդտեղ գետի ափին թողնում ենք ու դուրս են գալիս։ Ու այդ պայն որ դուք բեմից էտի ասցիք, ես նստած էի ու զգացի, որ այն բոլոր մարդիկ, ում կարիք չկա էտի ասել, այդ դահլիճում հավաքված էին, որ եկել էին ձեզ նայել։ Բայց այն մարդիկ, ում այդ մեսեջը շատ կենսական կարևոր է որ ասեն, իրանք թե չեն եկել։ Այդտեղ չկա այդ Բայց այդ օրը չէին եկել։ Չի կարող պատահի այսքան ժամանակ որ խաղում ես ներկայացումը հաճախակի մանավանդ անընդհատ գային մասան, որը որ ուզում է դա լսի։ Մանավանդ ես միակուլպայի օրինակն եմ, 16 տարի Դե բոլորն են եկել, հա, դա միանշանակ։ Հետո շատ հետաքրքիր է, օրինակ նույն Թաթան ինքը եկավ ներկայացումը նայեց միակուլպան ժամանակ ու սկսեց անընդհատ գալ։ Ու սկսեց իր ոլորտի, իր բնակավարի եկիչներին բերել միակուլպային։ Գալիս էին մարդիկ, որոնք կյանքում թատրոնում չէին եղել։ Մարդիկ, որոնց համար քո ասածը ինքնից չէր գա նայեր, բայց անգամ կային, որոնք որ արտասվել էին ներկայացման վերջում։ Կգան ոչինչ, կսովորի, կգա կնայի։ Այսօր չի գա, վաղը կգա։ Հետո վերջ արդեն մոդա էր դառնում։ Մի ժամանակ միակուլպան ասում են Գառնիկ Գեղարդ միակուլպա։ Դե ամոթ էր, հա, ամոթ չես տեսնում։ Գան կնային։ Կոմերցիան հետ կապված է, պրոստը ուզում ասեի, հիմա երևի ուշացած է, բայց ենթադրում եմ, որ կոմերցիոն ասած նկատի ունեն, այսինքն կա այն, որ մարդիկ չեն ուզում նայեն, դա այդքան հետաքրքիր չի մարդկանց, չգիտեմ, գուցե դառնա անցական բանը, ասենք Պեպոն, հա, որ ինքը սեփական կյանքով չի գնա։ Դրա համար այդ այտենց պետական սուբսիդավորման ոչ կոմերցիոն նայեք Պեպոն, որտեղ կարևոր է որ առանց բարաթի ինչ որ մարդու բան չանեք, ու կա այն ինչ որ մարդու իրոք հետաքրքիր է, ինքը կուզենա դրա համար վճարի գալ։ Դրա համար կոմերցիոնը էտենա ինչ որ տուպը մարդուն հետաքրքիր է։ Այսինքն տարօրինակ է, որ կոմերցիոնին պիտակ կպսեն, դա այն սովորականն է, որ գեներացնում է մարդու կարիքներից բխող, ինչ որ մարդ ուզում է մյուզիկլ նայ, ուզում է մի հատ sense հետաքրքիր կինո նայ բան, այն մյուսը այտենց պարտադիր տնային աշխատանքն է ոնց որ էլի ոչ կոմերցիոնը, այտենց չի։ Սերգեյ ջան, նույն բանը Պեպոն հիմա կարող ես չէ գտնել այսօրվա օրով Համլետը դրվել է, դրվում է ու հա կդրվի։ Ամբողջ աշխարհում մեկ։ Ինչ տարբերակ ասես Համլետի կա։ Այսօր են գնում նայում Համլետը։ Բայց պետքա գտնես այդ Համլետի մեջ, որը գրվել է եսի միլիոն տարի առաջ, գտնես այն բանը, որը այսօրվա հանդիսատեսին կհետաքրքրի։ Նույնը կարող է լինի Պեպոյում, ես հիմա ոչ թե համեմատում եմ, բնականաբար Համլետը մի քանի գլուխ ավելի բարձր է, բայց Պեպոն էլ իր ազգայինը ունի, իր ասելիքը ունի, դա համար կարելի է գտնել։ Ուղղակի պետքա մի քիչ, գիտես, ոչ թե մտածես մեկապետությունը գումարը կտա, ես ինչ էլ անեմ, կամ այսօր չեն հասկանա, վաղը կհասկանա, դա կինո չի, թատրոնը այսօրվա է, դու այսօր ես դուրս գալիս հանդիսատեսի մոտ, ու ինքը ունի ամեն մի դերասան ունի իր չափը տարիքային, որ դու ստեղ սկսում ես ու գալիս է մի պահ, որ երբեք պետքա գնաս բեմից, սենց դուրս չգաս էլի, ու օրինակ ես շատ եմ ափսոսում, որ շատ ու շատ դերասաններ, որոնք կինոյի այդ առնչություն համարյա չեն ունեցել, եղել են 19-րդ դարում, ավելի շուտվանը չեմ ասում, 20-րդ դարում, որոնք որ այսօրվա օրով կորած է, այսօրվա երիտասարդը չի տեսել այդ մարդկանց արվեստը, չի խոնարհվել, չի զմայլվել կամ ընդհակառակը չի հակադրվել այդ մարդուն։ Վահրամ Փափազյան։ Այսօր չենք տեսել ոչ մեկս Վահրամ Փափազյանին բեմի վրա։ Բայց մենք որ հարց տանք, ասենք որ զիլ դերասանը։ Ինչի հիման վրա ենք ասում Սերգեյ ջան։
Այդ նույնն է, ոնց որ ես այսօր եմ խաղում, վաղը մյուս օրը Նարեկը հոտվածներ գրի ու գրի, որ զիլ դերասաններ բան, կանցնեն տարիներ, ես էլ չեմ ունի բեմիրը, Նարեկին կարծակ ասել, հրամ տոխացանը զիլ դերասան է եղել։ Դե այդ էխոյի արձագանք Ես հիմա չափազանցնում եմ, Դա բայց դա թատրոնը ցավոք սրտի այդ ժամանակային բանը ունի, էլի դրա համար դու պետք է հասցնես այս ընթացքում անես կամ ներկայացնես այն, ինչ որ հետաքրքիր է ժողովրդին։ Մեր ոճը դա է, ձերքը զարկերակի վրա պահելն է։ Ավելի սոցիալական, ավելի քաղաքական են ներկայացումները, բայց դա էլ է պետք։ Քո կարծիքը հայտնես, որովհետև մեկ-մեկ հարցազրույցներ եւ այլն, դու պատրաստ չես հարցազրույցի կամ որևէ քաղաքական գործիչ քեզ կարող է ծամի կուլ տա ու դու էլ չզգաս, բայց բեմի վրա չի կարա, բեմի վրա դու ես լիդերը, բեմի վրա քո արտահայտամիջոցն է կարևոր։ Բայց դուք նաև ոնց որ իրական կյանքում այդ հատկությունները ցույց եք տալիս, այսինքն ձեր դեպքում մենակ բեմից չի, այլ նաև բոլոր այնց շարժումներին այսպես թե անկերպ մասնակցել եք ու ասել եք ու ձեր շատ գոլեգաներ չեն արտահայտվել առհասարակ, այ ոնց է վերաբերմունքը այդ գոլեգաներին, որ արտահայտվել են, չեն արտահայտվել եւ արտահայտվելուց միշտ այդ վտանգը կա, որ եւ տենց էլ լինում է, որ քաղաքական տարբեր բևեռներ ըստ իրենց ուզածի ներկայացնում են, հա, ձեր ակտիվությունը, սկսած մինչեւ ապրի Հրան Թոխացյանը այս թեմա խոսած, վերջացած, ահա, դե ինքը նախքին է, հետեւաբար, բա իհարկե պետք է պաշտպանի այս բանի մեջ, դիապազոնի մեջ բոլոր ձայները կան, էլի։ Նայ, նախ ով չի արտահայտվում, նրանցին վերաբերմունքը ոնց եղել այդ մարդուն, ինքը նույնն է մնացել։ Ես դրանով ոչ փչացնում եմ իմ վերաբերմունքը, ոչ ընդհակառակը ողջունում եմ, ասում եմ բրավո, որ դու ձեն չես անում։ Դե հիմա ինքը տենց է գտնում ապրուսը իրա, տենց է ապրում։ Հիմա ի վերջո պատերազմ էր, ով ինչով կարողացավ մասնակցեց այդ պատերազմին։ Ես ունեի հնարավորություն կամ մեծ ցանկություն գնալ այնտեղ, գնացել էի։ Բնականաբար ես չէի կրակում, դրանից հեռու եմ, բայց անում էի այն, ինչ ես կարող եմ անել։ Մի մարդ կար, որը որ չէր գնում ու չի նշանակում, որ ինքը թշնամի է կամ ինքը էսա, այնա։ Ամեն մեկը իր մոտեցումը ունի։ Հետևություններ ես անում։ Չգիտեմ։ Իսկ այդ սխալ ինտերպրետացվելու հետո ամեն մեկը Հա, դա էլ Իրանի է տեսնո որ ասում է հներից է, հների վաղ, դու փողոցում չի հանդիպում այդ մարդը։ Որ փողոցում մոտենա քեզ ասի, այ ամոթ քեզ, դու հին ես, ասենք սրա վաղ, նրա վաղ, ասենց է քեզ բան։ Գարբաչովից սկսած էլի։ Հələ Գարբաչովին թողենք մի կողմ, արդեն բանից հետո, անկախությունից հետո։ Բայց հարցնում ես այ մարդ, իմ ներկայացումները ես միշտ խաղացել եմ, նրա վաղտել։ Ու սրանք եղել են այտենց։ Դուք եք համեմատել նրանց հետ, եղել են նրանց դեմ։ Առաջինը, երկրորդը բոլորը մոռանում են, որ այսօրվա օրով դերասանը համարվում է վատ ապրող ու դա համար չգիտես ինչի ուշքը սրա նրա ձեռքին է, որով իրան փող կտա։ Դա ոչ միշտ է տենց։ Որովհետև ես ինձանով եմ վերցնում, ես միշտ լավ եմ ապրել։ 90 թվից մինչև այսօր լավ ապրել եմ, Աստված կտա լավ կապրեմ։ Իմ աշխատանքով, այստեղ թատրոնն է, Ռուսաստանում կինոն է։ Ինչի ես չեմ փորձում Հոլիվուդներում կամ այնտեղ էլ լեզու չգիտեմ։ Անիմաստը ինչի գնամ խառնում եմ մի բանի մեջ, որից որ ես Բրյուսովը ավարտած մարդ։ Չնայած դեր բաժինը չէ, գիտեք։ այո, ահա։ Զատո ռուսերեն լավ գիտեք։ Դե ինչ, Զատո դպրոցում աշխատած։ ինչական։ Դպրոցում։ Հա։ Հա։ 8 տարի դաս եմ տվել, Սերգեյ։ Այդ չի կասել։ Սերունդ եք մեծացրել, նաև ուղիղ իմաստով է։ Օշականի դպրոցում։ Դրա համար այդ ասողները կամ սենց լավը կամ վատը ես երբեք առանձնապես ուշադրություն չեմ դարձնում։ Ես փորձում եմ արտահայտել այն միտքը, որ ինձ մոտ է գալի ու դա մասնավոր կարծիք է։ Ես դա չեմ կապում սրան կամ նրան ու ոչ միշտ եմ իմ մասնավոր կարծիքը հայտնում բեմից, որովհետև բեմը ունի իր օրենքները, իր կանոնները։
Շնորհակալություն։ Շնորհակալ ենք, հա, այդ իրականում հրաշալի օրինակ է, ինձ թվում է բոլորի համար, ու ես էլ ինչ որ բան կասկածա մեջս եղել, տեսել եմ, որ դուք արտահայտվում եք, ու вообще կասկած չեմ մտածել, որ օքեյ, դրա համար շատ շնորհակալություն, ձեզ անչափ սիրում ենք եւ չենք դադարում հիանալ, մերսի, որ այսքան ժամանակ գտաք, անպայման Արաքելը գնացեք նայեք, մանավանդ ով որ տեսել է արդեն նոր որոշակի դերվակներով, հա։ Եվ Հրանտ Թոխածյանն էր մեր հյուրը, չգիտեմ, կարիք կա կրկնել դա, բայց Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, ես էլ եմ ձեզ շատ համակրում ու սիրում ու գտնում եմ, որ այսօրվա եթերը զբաղացնողներից դուք այն եզակիներից եք, որոնք որ խելացի են, ճաշակով են, մի խոսքով շատ լավ բաներ կարելի ասել, բայց երես կառնեն, այդքան չեմ ուզում։ Հա, մեզ երեստալ պետք չի։ այսքանն էր, բաժանորդագրվեք, լայք, կոմենտ եւ կհանդիպենք հաջորդ անգամ։